տեսակը այսօր մեր իրականության մեջ շատ այդպես ախորժ եւ շատ այդպես քաղցր ու բավականին լավագույն մարդկային տեսակով եւ մարդկային իր արվեստի բոլոր ճյուղերով Անդրեյ Շուգարովի աշխատանքների մեջ ես միշտ հիացել եմ ինչ առումով կա շատ բարիատեսություն օպտիմիստ ինքը նկարիչը լավատեսական եւ կա եւ հույս եւ տրամադրություն տաղանդավոր նկարիչը Անդրեյը եւ լավագույն մարդ եւ ինչ ասեմ միայն լավն եմ ցանկանում որտեղ ես ուրախ եմ որ իմ ընկերս է Վարպետ Շմավոնյանն այս բառերով նկարագրում է լավագույն ընկերոջը Անդրեյ Շուգարովին։ Շուրջ բոլորը արվեստագետի ընկերներն են, հարազատները, ուսանողները։ Արդեն շաբաթներ շարունակ Գեղարվեստի Պետական ակադեմիայի Բոյաջյան ցուցասրահում անցկացվում է վաստակաշատ գեղանկարիչ Անդրեյ Շուգարովի անհատական ցուցահանդեսը։ Համար շատ հուզելի օր է սա, որտեղ այս ցուցահանդեսը անում հարազատ տեղում, այսինքն Գեղարվեստի ակադեմիայում, կարելի ասել ես թե մեծացել եմ 73 թվից Ես գտնվում եմ այս ակադեմիայում, իմ դասավանդում եմ ստեղ։ Ցուցահանդեսի գաղափարը այն էր, որ ես այդ ցուցահանդեսը վաղուց էի ուզում նվիրեի իմ դասախոսին, վարժապետին Էդուարդ Համայակիչ Իսաբեկյանին, որը շատ մեծ դեր է խաղացել իմ նկարչական ուղու մեջ։ Ես մոտարապես 4 տարի իր մոտ սովորել եմ իր արվեստանոցում եւ այդ սովորելուց հետո ամենակարևոր տարիները հետո էին Երբ որ մենք շփվում էինք շորժայում եւ իր մոտ, իր տանը Սայատնովա, շատ մեծ հետք թողեց։ Շուգարովի ակադեմիական ավանդույթ հարաբերությունների շղթան խորագիրը կրող ցուցահանդեսը մասն է կազմում Բոյաջյան ցուցասրահի նախաձեռնած շարքի, որտեղ ցուցադրվում են Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտների եւ դասախոսների գործերը։ Ցուցահանդեսի բովանդակային մասի պատասխանատուն կուրատորը Սոնա Հովհաննիսյանն է։ Նրա խոսքով առաջարկը բավականին մարտահրավերային է եղել։ Հարցեր, ինչպես այսպիսի արվեստագետի ներկայացնել, ով տարբեր ժամանակներում ստեղծագործելով արտահայտել է իր ժամանակի առանձնահատկությունները, ինչպես նաև այն ազդեցությունները եւ հարաբերությունները, որ ինքը ունեցել է։ Մի հետաքրքիր այլ շերտ էր, որ զուգադիպեց այն, որ այս տարի Գեղարվեստի Պետական ակադեմիայի 80-ամյակն էր։ Եվ լինելով մի կառույց, որը սովորեցնում է նկարել, փաստացի ստացվում էր, որ նաև հայ գեղանկարչության դպրոցի 80-ամյակն էր եւ հայկական գեղանկարչական ավանդույթի 80-ամյակը եւ երբ Շուգարովը ասեց, որ այս ցուցահանդեսը ինքը ուզում է նվիրել իր ավագ ընկեր լավ վարպետ Էդվարդ Իսաբեկյանին, շատ հետաքրքիր կապը ստեղծվեց, ինչպես կարող ենք այս ցուցահանդեսը կազմակերպել եւ ինչ դիտանկյուն ընտրենք Անդրեյ Շուգարովի պես բազմաբովանդակ արվեստագետին ներկայացնելու։ Անդրեյ Շուգարովի վերաբերմունքն Էդուարդ Իսաբեկյանի նկատմամբ դարձավ այն կապը, որը նոր լույսի տակ ներկայացրեց սերնդակիցների արվեստի համադրումը։ Շուգարովի արվեստը ձևավորվում է հայկական գեղանկարչական ավանդույթից եւ իրականության հետ նրա կենթանի զգայական կապից։ Նա ժառանգել է ոչ միայն ակադեմիական վարպետության տեխնիկական կարգապահությունը, այլև այն վերաբերմունքը, ըստ որի նկարչությունն աշխարհը զգալու, էականը բացահայտելու եւ սեփական փորձով այն վերափոխելու միջոց է։ Ամեն օրն ու ամեն վայրկյանը իմ կողքին ես տեսնում եմ ինչեր է կատարվում, ինչ ալեկոծություններ է կատարվում արվեստագետի հոգու մեջ, արվեստագետի կյանքում։ Այսօրվա ցուցահանդեսը բնականաբար առաջինը չի եւ ոչ էլ վերջինը, քանզի Անդրեյ Շուգարովը աշխարհի տարբեր ծայրերում լավագույն գալերեաներում ունեցել է բավական կենսագրություն կերտող ցուցահանդեսներ, բայց պիտի նշեմ մի շատ կարևոր բան, այսօրվա ցուցահանդեսը այս միջավայրում, որը համարվում է Անդրեյ Շուգարովի համար տուն, այսինքն ընտանիքի միջավայր, երևի թե ամենակարևոր ցուցահանդեսն է իր համար եւ ինձ համար էլ գուցե մի փոքր տարածքային կարծես թե բողոքում են ինչի մեծ չի տարածությունը կապ չունի երբ գոյություն ունի ընտանիք, երբ գոյություն ունի ջերմություն ու սեր։ Ամենակարևոր օրը գեղանկարչի հետ կիսելու են եկել արվեստի հեղինակավոր դեմքեր, ընտանիքի անդամներ, հարազատներ, ընկերներ, բոլորը վստահ են Անդրեյ Շուգարովի համար Էդուարդ Իսաբեկյանը ավելին էր, քան ուսուցիչը։ Ընդհանրապես իր ուսանողները շատ սիրում են եւ կապված են իր հետ։ Ուրեմն նկարիչների միությունը մի հրաշալի բան ունի, այսպես կազմակերպչական, որը մինչ օրս կա, կազմակերպում են շորժայում նկարիչների հանգստյան տանը ստեղծագործական օրեր։ Այդ մի դպրոց է, որ շատ տաղանդավոր նկարիչներ,
հայ կերպարվեստի հավաքվում էին շորժայում եւ մարդիկ, որոնք նաև դասավանդում էին այստեղ։ Այդ դասավանդողները կարողանում էին նաև իրենց փորձը փոխանցել անմիջապես բնության մեջ, որոնցից մեկը Իսաբեկյանն էր, եւ դուք այստեղ շատ պեյզաժներ, շատ բնանկարներ տեսակ շորժայից, որոնք կատարվել են, ստեղծվել են Իսաբեկյանի ներկայությամբ, Իսաբեկյանի ուղղորդումով, Իսաբեկյանի տված դասերով։ Ցուցադրված աշխատանքները բացահայտում են, թե ինչպես է ակադեմիական արվեստի ավանդույթը շարունակական ոչ միայն տեխնիկայի, ֆորմալ խնդիրների, այլև այդ ավանդույթը փոխանցողների հետ հարաբերության մեջ որպես նկարի մակերեսին տեսանելի վերաբերմունք։ Ցուցահանդեսն ակադեմիական վարպետությունը ներկայացնում է որպես մտածողություն, առաջարկելով ավանդույթը տեսնել որպես ձևերի հիշողության եւ հարաբերությունների գիտակցված զգացում։ Յուրաքանչյուր կտավի վրա նկատելի են գունային որոշման եւ կոմպոզիցիոն ժեստի հետևում թաքնված արվեստանոցային կյանքի պատմությունները։ Ինչ որ ես այսօր կարամ անեմ, ես շատ պարտական եմ իրան, շատ հարազատ մարդ է ինձ եւ մնացած դասախոսները, մենակ ինքը չէ, պրոստը գլխավորը այսօր ոնց որ ինքը լինի, իրա ներկայությունը վերևից հաստատ տերում է, որ ես այսօր այդ ցուցահանդեսը անում եմ։ Ուզում եմ նշեմ Մկրտիչ Սեդրակյանին, Զմբատյան Գարիին, Արծունյան Էդվարդին, Ասլանյան Վաղինակին, Ռոմանոս Սարգսյանին, Ադալյան Ռուբենին, սաղին նշում եմ։ Ուղղակի այսօր այս իրա ցուցահանդեսն է, ոնց որ եւ իմս։ Նույն ջերմությամբ է ուսուցչին նկարագրում Անդրեյ Շուգարովի ուսանողը։ Ասում է, վարպետ Շուգարովի դասերի ընթացքում ստեղծված միջավայրը եւ կապը նկատելի է եղել առաջին իսկ դասից։ Ինքը ստեղծում ան միանգամից նենց կապ, որը ինքան ընկերական է, որ երբ որ դու ուզում ես գնաս վարպետ Շուգարովի մոտ օրինակ նկարչության, գծանկարչության սովորելու, դու գնում ես ավելի շատ պերսպեկտիվայով, որ դու գնում ես քո ավագ ընկերոջ մոտ սովորելու ու ավելի ազատ ես քեզ զգում իր դասերի ժամանակ ու ազնիվ դեռ չեմ ունեցել այդպիսի ուսուցիչ, ոչ դպրոցում, ոչ միտեղ, ոչ էլ համալսարանում չեմ ունեցել դեռ այդպիսի ուսուցիչ, որի հետ այնքան ընկերական կարաս լինես, որ ազնիվ կիսվես քո սխալներով, չակնկալելով, որ ինքը ոնց որ կփնովի, կասի, որ սխալ ես արել, այս ինչը վատ ես արել, այսքան ասեցի, այսքան սովորեցի, իհարկե ինքը էլի սխալների վրա կաշխատի քո, բայց կաշխատի այն կերպով, որ դու երբեք չես սպասի ուսուցչից այս օրերին։ Ինքը ֆենոմենալ ընկեր է որպես ուսուցիչ, ավագ ընկեր է։ Արվեստի սիրահարները մինչև դեկտեմբերի 26-ը հնարավորություն ունեն վայելելու մեծանուն նկարչի աշխատանքը եւ զգալ դրանցում նրա վարպետի ներկայությունը։